Կալուգացի օլիգարխի թիմակիցների ընտրակաշառք տալու վրա բռնվելու լուրից անցել է 2 օր։ Ինչ տեղի ունեցավ այս 2 օրերի ընթացքում։ Արդյոք երկարամյա լրագրողները, անաչառ խմբագիրները, չգիտեմ, ինտելիգենցիան, մտավորականները, հոգևորականները դատապարտող հայտարարություններ արեցին, ընդհանրապես անդրադարձան այս թեմային։ Այն 2 մանեթանոց լացողները արդյոք հրապարակումներ արեցին, ասելով Աստված իմ, այս ինչ է կատարվում, ինչպես կարելի է կաշառք տալ մարդկանց։ Արդյոք Կտիչ Ներսյանը հավաքեց Գերագույն հոգևոր խորհուրդը եւ դատապարտող հայտարարություն ընդունեց, որ քրիստոնեությանը հակասում է մարդուն առնել եւ ծախելու պիղծ գործելակերպը։ Արդյոք այն երկարամյա անաչառ խմբագիրները խմբագրական գրեցին, որ մարդիկ ուզում են մեր ժողովրդավարությունը քարուքանդ անել։ Իհարկե ոչ։ Իսկ գիտեք ինչու ոչ։ Որտեւ այս բոլորը այդ ընտրակաշառքի շահառուներն են։ Այս բոլորը տանել չեն կարողանում այն փաստը, որ 2018 թվականից հետո իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե իրենց խմբակներին կամ իրենց տերերի խմբակներին։ Եվ դրա համար իրենք ոչ մի ձայն չեն անի, ոչ մի լացուկոս չեն դնի։ Բայց իրենք լացուկոս կդնեն։ Իրենք լացուկոս կդնեն հունիսի 7-ին, երբ որ իրենց ժողովուրդը ցույց կտա իրենց տեղը, որը ոնց որ թե մոռացել են։